Եվ այսպես ինչու Հայաստանում հզոր ուժերը հաղթեցին, իսկ Վրաստանում արդեն 5-րդ անգամ է տապալվում են, հարգելի հեռուստադիտողներ, եթե շատ կարճ պատասխանենք այս հարցին, ապա պատասխանը հետևյալը կլինի, որ Հայաստանում 2018 թվականին իշխանությունները ուզում էին հանձնվել հզոր ուժերին, իսկ Վրաստանում չեն ուզել, չեն ուզում եւ շարունակում են չուզել։ Բայց եկեք հիմա մի փոքր ավելի մանրամասն քննարկենք եւ հասկանանք ինչ է տեղի ունեցել Վրաստանում, ինչու ենք մենք կրկին խոսում հզոր ուժերի մասին, հարգելի հեռուստադիտողներ։ Անցյալ հանգստյան օրերին Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ավելի քան 64 տեղանքում տեղի ունեցան ընտրությունները եւ տոտալ հաղթանակ տարավ իշխող վրացական երազանք կուսակցությունը Բիձինա Իվանիշվիլի կուսակցությունը ավելի քան 80% քվեները ստացան ամբողջ Վրաստանով մեկ, իսկ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն Միլանի նախկին պաշտպանը ավելի քան 71% քվե ստացավ ընտրությունների արդյունքում։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո անդիմությունը դուրս եկավ փողոց։ Իրենք սկսեցին բողոքարկել ընտրությունների արդյունքները, նաև սկսեցին պահանջել, որ կառավարությունը հրաժարական տա, արտահայտ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան, դուրս եկան փողոց, փակեցին որոշակի փողոցներ, մոտեցան պետական պահպանության ներքո գտնվող շենքերից մեկը, նախագահականի շենքը, կոտրեցին դարպասները, ներս մտան, բախում հրահրվեց, ոստիկանների միջև մի շարք ցուցարարներ տուժեցին, ոստիկաններ տուժեցին, բայց իշխանությունները կարողացան հատուկ միջոցներ կիրառելով հանդարտեցնել իրավիճակը եւ գրեթե անմիջապես հետո տեղի ունեցած դեպքերից հետո Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեն բավականին կոշտ գնահատականներ տվեց ստեղծված իրավիճակին, նշեց հետևյալը, որ վերջին 4 տարիների ընթացքում սա արդեն 5-րդ փորձն էր Վրաստանում Մայդան կազմակերպելու, այլ կերպ ասած, բռնի իշխանազավթում իրականացնելու, ավելին Վրաստանի վարչապետը ավելի հեռու գնաց եւ հստակ կետային, այսպես ասած, նշեց, որ դրա թիվ 1 պատասխանատուներից մեկը Եվրոմիության դեսպանն է Վրաստանում, ով հնարավոր բոլոր միջոցներով աջակցում էր ցուցարարներին, նա նաև նշեց հետևյալը, որ վրացական այսպես կոչված deep state-ը, խորքային պետությունը վաղուց էր մշակել ծրագիրը եւ իրենք հոկտեմբերի 4-ին իսկապես փորձեցին ռազմական հեղաշրջում անել իշխանության զավթում իրականացնել։ Այս ամենին իհարկե չէր կարող չարձագանքել պաշտոնական Բրյուսելը, Եվրոմիության ներկայացուցիչները, մասնավորապես գլխավոր հանձնակատարը արտաքին քաղաքականության կայակալը մեկնաբանեց ստեղծված իրավիճակը, նշեց հետևյալը, որ անընդունելի են իրենց համար Վրաստանի իշխանությունների մեղադրանքները, ավելին իրենք նշեցին, որ Վրաստանում տեղի ունեցած ընտրությունները ոչ մրցակցային են եւ ոչ թափանցիկ։ Տեսեք, հարգելի հեռուստադիտողներ, ընդամենը 1-1.5 շաբաթ առաջ մենք ձեզ հետ միասին այստեղ քննարկում էինք Մոլդովայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները։ Այնտեղ բառից բուն իմաստով քաղաքացիներին ֆիզիկական հնարավորությունից զրկել էին մասնակցել ընտրությունների։ Ամենապարզ օրինակը եկեք նշենք Մերձ Դնեստրի բնակիչները, Մոլդովայի քաղաքացիները զրկվել էին հնարավորությունից Դնեստր գետով հասնել Մոլդովայի մայրցամաքային տարածք, այսպես անվանենք, եւ մասնակցել ընտրություններին, պարզապես կամուրջները փակել էին, բայց Եվրոմիության մեր հարգարժան գործընկերները որևիցե խնդիր այստեղ չէին տեսել եւ երբ որ ընտրությունների արդյունքները հրապարակվեցին, ընտրությունների արդյունքներ, որոնք այլ կլինեին, եթե արտերկրում գրանցված քաղաքացիները Մոլդովայի չքվեարկեն, իրենք հայտարարեցին, որ սա Եվրոմիության հաղթանակն է, որ սա ժողովրդավարության հաղթանակն է, բայց Վրաստանի պարագայում իրենք ասում են, որ ոչ թափանցիկ էին ընտրությունները, ընդհանրապես կասկածներ են առաջացնում ընտրությունների արդյունքները։ Իրականում այստեղ եւս ամեն ինչ տրամաբանական է։ Եվրոմիությունը վաղուց արդեն դա կառույց է, որը ոչ թե արժեքների մասին է, այլ կառույց է աշխարհաքաղաքականության մասին։ Իսկ աշխարհաքաղաքական շահը մեզ Բրյուսելին դրդում է հետևյալի Ռուսաստանի շուրջ անկայունության գոտի ստեղծել, ավելին, եթե հնարավոր է, երկրորդ պատերազմական ճակատը բացել։ Վրաստանի իշխանությունները քանիցս ասել են, որ իրենց այս տեսակ գնահատականներ, այս տեսակ առաջարկներ արել են, բայց իրենք մշտապես դեմ են եղել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնել հանուն եվրոպական ինչ-ինչ շահերի եւ պատկերացումների։ Լավ, որքանով է այս ամեն ինչը մեզ առնչվում, ինչ դասեր այս ամեն ինչից կարող է քաղել եւ Հայաստանի իշխանությունը, եւ Հայաստանի դիմությունը, իշխանությունները շատ բարձ դաս են քաղում այս ամեն ինչից, որ անկախ նրանից, թե ինչ կեղծիքների իրենք գնան, անկախ նրանից, թե ինչ մթնոլորտում կանցնեն խորհրդարանական ընտրությունները, Եվրոմիությունը պատրաստ է լինելու աջակցել ընտրությունների այն արդյունքին կամ իրադարձությունների զարգացման այն արդյունքին, որը ձեռնտու կլինի Նիկոլ Փաշինյանին։ Ընդդիմության համար ինչ դասեր կարելի է առանձնացնել Վրաստանում տեղի ունեցած ընտրություններից։
Դասը ակնհայտ է եւ պարզ է։ Տեսեք, Հայաստանում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջատար ընդդիմադիր դաշինքների իրենց ընդգծված առաջատարների նկատմամբ մի մեծ կոալիցիա է կազմվելու, մի մեծ կոնգլոմերատ է կազմվելու։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով, կեղծ ընդդիմության ներկայացուցիչները, Թուրքիան, Ադրբեջանը եւ Եվրոմիությունը այս ամեն ինչի որպես աշխարհաքաղաքական եւ նույնիսկ գաղափարական տանիք իրենք բոլորը պայքարելու են դրա համար, որ Հայաստանում իշխանությունը չփոխվի, բայց պետք է արձանագրենք հետեւյալը՝ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում տեղի ունեցած ընտրությունները ցույց են տալիս, որ կազմակերպված աշխատանքի պարագայում իշխանական համակարգը չի կարողանում դիմանալ քաղաքացիների քվեների հզորությանը, բայց դրա հետ մեկտեղ պետք է ընդգծենք հետեւյալը՝ ընդդիմությունը եւս պատրանքներ չպետք է ունենա սպասվելիք խորհրդարանական ընտրությունների մասով եւ պետք է այն գլխից արդեն նախապատրաստվեն մի շարք ուղղություններով, ոչ միայն կազմեն նախընտրական ցուցակներ, ոչ միայն բացեն տեղական գրասենյակներ, այլ նաև կարողանան շատ կարևոր բաղադրիչը ապահովել արտաքին լեգիտիմության։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ով ասեց, որ դիտորդներ ընտրությունների ժամանակ կարող են բերել միայն իշխանության ներկայացուցիչները։ Բազմաթիվ դիտորդներ կան Շանխայի կազմակերպության երկրներում, կան ԱՊՀ երկրներում, Լատինական Ամերիկայում, Արևելյան, Արևմտյան Եվրոպայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ով է խանգարում ընդդիմությանը ներգրավել այդ դիտորդներին խորհրդարանական ընտրությունների գործընթացը վերահսկելու, ընտրությունների արդյունքով զանազան հայտարարություններ, գնահատականներ անելու վերաբերյալ։ Տեսեք, եթե մենք նույնիսկ ուսումնասիրում ենք Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների փորձը, խոսքը վերաբերում է 24 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին, ինչ արեցին Վրաստանի իշխանությունները արտաքին լեգիտիմության հետ կապված հարցը լուծելու համար, հիմնովին լուծելու համար։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղամասերի փակվելուց գրեթե 1-2 ժամ հետո հայտնվեց Վրաստանի մայրաքաղաքում եւ շնորհավորեց Բիձինա Իվանիշվիլիին փայլուն փառահեղ հաղթանակ տոնելու կապակցությամբ պետք է արձանագրենք հետեւյալ այդ արտաքին լեգիտիմության, արտաքին աջակցության աշխարհաքաղաքական խաղը դա մի խաղ է, որը կարելի է ասել երկկողմանի երթևեկության ճանապարհը եւ ով ասեց, որ այդ խաղը կարող են խաղալ միայն իշխանության ներկայացուցիչները, իսկ դու որպես ընդդիմություն չես կարող օգտվել քո զանազան հնարավորություններից։ Մտածեք այդ մասին։